Շնորհակալություն։ Պարոն Զայնալյան, ես այս հարցը ձեզ ուղղում եմ արդեն 2 օր Բաղրամյան պողոտան փակած, անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների, ծնողների խնդրանքով։ Իրենք ինձ խնդրել են ձեզանից հետաքրքրվել, որքանով է իրականությանը համապատասխանում այն տեղեկությունը, որ իրենց փոխանցվել է, որ Հայաստանի միջազգային հարցերով ներկայացուցիչ այլևս նախկին Եղիշե Կիրակոսյանին 2021 թվականի հունվարի 11-ից հետո փոխանցվել է ձեր կողմից ինչ-որ փաստաթուղթ, որ անհետ կորածների հարցով միջազգային ատյաններում անելիք չկա, քանի որ ԴՆԹ հետազոտություններով ամեն ինչ ապացուցված է եւ որևէ բաց թողնված հարց չկա եւ դրա հիմքով միջազգային հարթակներում արդեն դադարել են զբաղվել անհետ կորածների եւ բռնի անհետացած մեր զինծառայողների հարցերով։ Տիկին Թովմասյան, միջազգային ատյաններում կամ ընդհանրապես դատական ատյաններում չի կարելի մանիպուլյացիաներ անել։ Եվ եթե մենք գանգատ ներկայացնելու պահին համոզված ենք եղել, որ անձը անհետ կորած է, որ ինչ-ինչ հանգամանքներում փաստերի վելության արդյունքում հանգել ենք եզրակացության, որ ողջամտորեն նա կարող է լինել հակառակորդի իրավազորության ներքո, մենք ներկայացրել ենք գանգատ։ Պահանջել ենք կիրառել հրատապ միջոց։ Եվրոպական դատարանը կիրառել է հրատապ միջոց։ Գործին տվել է համար։ Եվ դրանից հետո հայտնաբերվում է աճուն, մասունք եւ տեղի ունենում համընկնում։ ԴՆԹ-ի համընկնում է տեղի ունենում։ Մենք չենք կարող դատարանին խաբել, ասել չկա այդ համընկնումը։ Կարող է գործը շարունակվել, եթե կան փաստեր, ապացույցներ, որ անձը սպանվել է, լինելով այլևս գերի, այդ դեպքում կարող է գործը շարունակվել։ Մենք փնտրում ենք նաև այդպիսի ապացույցներ։ Պատրաստակամ ենք շարունակել գործը այդ հիմքով, բռնի անհետացածից վերաձևակերպել, մեղադրանքը փոխել ճակերտավոր ասած, վերաձևակերպել եւ այն դառնա արդեն սպանություն, խոշտանգում, դա էլ է հնարավոր, եթե կան այդպիսի ապացույցներ։ Եթե մենք եվրոպական դատարանին կամ որևէ դատարանին խաբեցինք ինչ-ինչ նկատառումներից ելնելով, ապա մեր ասած խոսքը արժեք չի ունենա։ Մենք պարտավոր ենք լինել անկեղծ, ազնիվ, երբ որ իրականացնում ենք այլոց շահերի պաշտպանություն որպես փաստաբան։ Որպեսզի այլոց իրավունքների պաշտպանության ժամանակ մեր խոսքը կշիռ ունենա, մենք իրավունք չունենք այլոց իրավունքները զոհաբերել այդ մի դեպքի համար կամ մի քանի նմանատիպ դեպքերի համար։ Նրանք բոլորը մերն են եւ եթե լինեն ապացույցներ, որ կա խոշտանգում կամ սպանություն, ապա այդ գործը կշարունակվի։ Սա իհարկե շեղում էր արգելի հայրենակիցներ, ես որպես համադրական դատանի դատավորի թեկնածու կարող էի նաև դրան չպատասխանել։